Հիմա բնական անցում ենք կատարում դեպի պարոն Արթուր Խաչատրյան։ Շնորհակալություն Սերգեյ։ Շնորհակալություն Տիկնայք եւ պարոնայք հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ թույլ տվեք ձեզ ողջունեմ Հայաստանում։ Ես հուսով եմ, որ այս 12-րդ նիստը կլինի նաեւ սկիզբը պատմության համար, պատմական սկիզբ կլինի նաեւ Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովի համար։ Տարածաշրջանում կապի մասին շատ խոսեցինք, թույլ տվեք օգտվեմ այս հնարավորությունից եւ ասեմ, որ քանի որ մեզ հետ է Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, հարց տամ մենք Թուրքիայի կառավարությանը երբեք դադարեցնելու Հայաստանի նկատմամբ արգելքները, արգելանք 1993 թվականի ապրիլից 32.5 տարի է արդեն, դա միակ փակ սահմանն է ավելի մեծ, ավելի լայն Եվրոպայում։ Ես իհարկե չեմ խոսում Ռուսաստան, Ուկրաինա իրավիճակի եւ ճակատագծի մասին։ Եթե մենք իրապես հանձն ենք առել, ապահովել եւ ունենալ կապակցվածություն եւ քաղաքակիրթ հարաբերություններ երկրների միջեւ, ազատ հոսքը եւ մարդկանց տեղաշարժը, մենք այս հարցը պետք է հասցնենք Թուրքիայի կառավարությանը երբեք դադարեցնելու արգելափակումը։ Մյուսը վերաբերում է հետևյալին։ Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի կառավարությունները նախնական համաձայնության ունեին բացել մարգարա անցակետը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, երբեք այդ խոստումը իրագործելու, եթե իհարկե այդպիսի խոստում ի սկզբում կամ եղել է այդպիսի համաձայնություն, ինչպես ասում են հայ պաշտոնյաները։ Այլ հարց, երբեք դադարեցնելու օգտագործել ձեր բառապաշարում միջանցք եզրույթը, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ճանապարհը անվանել այդպես։ Ճանապարհ, որը կոչվում է TRIP, նրանք անվանում են Զանգեզուրի միջանցք։ Թուրքալեզու պետությունների գագաթնաժողով Կապալա օկտեմբեր կրկին այդ նույն բառապաշարն է օգտագործվել։ Արդյոք կարծում եք, թե այսպիսի եզրույթ խոսույթ օգտագործելը աջակցի կամ օգնի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը։ Ադրբեջան։ Պարոն Կալաչև, հեշտեցիք, հիշեցեցիք, Եվրոպայի խորհրդարանը առիթներով նշել է, պահանջել է ազատ արձակել հայ բանտարկյալներին եւ պահանջել է ապահովել նրանց արժանապատիվ ապահով հավաքական վերադարձը հայերի դեպի Լեռնային Ղարաբաղ իրենց տներ։ Մենք փոփոխություն ենք առաջարկել եւ ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս, ովքեր արձագանքել են այդ փոփոխության առաջարկին եւ ես այս վեհաժողովին քվեարկել ի օգուտ այդ բանաձևի այդ փոփոխության։ Ես հավատացած եմ, որ Եվրոպան չի կարողանա գերի մնալ ադրբեջանական նավթին, գազի շանտաժին։ Վերջում իհարկե նաեւ ասեմ խոսքերը Մարտին Լութեր Քինգ կրծեր, ով վերջում մենք չենք հիշի մեր թշնամիների խոսքերը, մենք կհիշենք մեր ընկերների լռությունը։ Մենք հավատացած ենք, որ Եվրոպան մեր լավ ընկերն է, Եվրոպայի ընկերն ենք, բարեկամն ենք, անտեսել։ Որոնք վերաբերում են ժողովրդավարության հետընթացին Հայաստանում։ Նշվեց գործընկերների կողմից այսօր։ Ներառյալ քրեական հետապնդում։ Ընդդեմ նաև տարբեր սոցիալական հարցեր, որ հրապարակումների համար քաղաքական եւ քրեական հետապնդումները, ինչպես նաև մի համակարգի շնորհակալություն տեխնիկայի պարոնակ, շնորհակալություն ձեր դիտարկման համար, շնորհակալություն գործ